Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել է Մերոնց տուն խնամքի եւ ժամանցի կենտրոնի տնօրեն Անգեն Ղուկասյանին։ Նոյան Տապանի հետևորդներին հիշեցնեմ, որ ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի պատրոնում, YouTube-յան եւ Facebook-յան էջերում։ Բարև ձեզ, Տիկին Ղուկասյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Մերոնց տուն, նախ մի փոքր խոսենք այս խնամքի եւ ժամանցի կենտրոնի մասին, երբ է բացվել, նպատակը որն է եղել եւ արդյոք համարում եք, որ այն առաքելությունը, որի համար այս գործունեությունը սկսել եք, կարող եք ասել, որ արդեն իրականություն է դարձել։ Մերոնց տուն խնամքի կենտրոնը մենք բացել ենք 2022 թվականին։ Մի փոքրիկ էսպես մեջբերում անեմ, քույրս բուժքույր էր մասնագիտությամբ եւ աշխատանքի բերումով ինձ հաճախ էր ասում, որ գիտեք, կան մարդիկ, որոնք որ դրա կարիքը ունեն, այսինքն ունեն տարեցներ, որոնք խնամքը տան պայմաններում բավական բարդ է, խնդրահարույց է, կենցաղավարման առումով եւ այլը, եւ մարդիկ փնտրում են բարձրակարգ ծառայություններ, որը որ կարծես թե այդ տարիներին հաստատ բացակայում էր։ Եվ մենք որոշեցինք նախաձեռնել այս պրոյեկտ, բիզնես պրոյեկտը։ Բնականաբար սկզբում բավական դժվար էր, որոշակի մենթալիտետի խնդիրներ կային, դժվար էին հարմարվում, բայց կարծես թե մեզ մոտ ստացվեց եւ Մերոնց տուն այդ գաղափարը հենց այդպես տուն դարձավ շատ տարեցների համար։ Տարեցներ, որոնց հարազատները դրսում են, երեխաները դրսում են, իրենք Հայաստանում են, մենակ են, ապահոված են ամեն ինչով, բայց շփման խնդիր ունեն, 24-ժամյա խնամքի խնդիր ունեն եւ մեր հյուրընկալ պատերի ներքո իրենք գտնում են եւ այդ հոգատարությունը եւ 24-ժամյա պրոֆեսիոնալ խնամքը եւ մենք ժամանցն ենք կազմակերպում իրենց, կարճ ասած իրենց յուրաքանչյուր օրը փորձում ենք հնարավորինս հետաքրքիր դարձնել։ Մեզ մոտ ստացվել է կարծես թե։ Մենք ավելի հիմա մանրամասն կխոսենք դրա մասին, ամեն դեպքում ինչով եք տարբերվում դուք ծերանոցներից։ Ասեմ, մենք շատ անհատական խնամք ենք անում։ Մենք ունենք 3 խնամքի կենտրոններ եւ յուրաքանչյուրում 10-12 հոգի առավելագույնը կարող ենք խնամել, որպեսզի յուրաքանչյուրը լինի ուշադրության կենտրոնում։ Դա ամենակարևորը։ Պետական խնամքի կենտրոններում շատ ավելի բազմաքանակ են շահառուները։ Երկրորդը դուք փաստորեն առաջինը չէիք, առաջի ծիծեռնակը չէիք, որովհետեւ պետական խնամքի կենտրոններ կան եւ մարզերում եւ Երևանում։ Հա, չէ, առաջի ծիծեռնակը չէինք, բայց մենք նոր որակ բերեցինք այդ ծառայությունների ոլորտ։ Տարբերությունը ո՞րն է։ Հիմա ծերանոցից ինչով եք տարբերում եւ տարբերությունը պետական։ Ասեմ ձեզ, օրինակ, սկսենք հենց մենակ սննդակարգից։ Սննդակարգը կազմվում է կոնկրետ իրենց ցանկություններով։ Այսինքն անհատական մոտեցում։ Անհատական։ Մենք մեր բիզնես պրոյեկտը այնպես են կառուցել, որ ընդհանրապես տան պատերն են տարբեր, այսինքն տարեցը իր տանը ինչ կուզենար որ լիներ, չէ՞, այսինքն ինքը ազատ է սառնարանը բացելու, ինքը ազատ է հեռուստացույցի ալիքը փոխելու, ինքը այդ ազատությունը մենք իրեն տալիս ենք նաև մեր խնամքի կենտրոնում։ Իրենց բոլոր տարօրինակ եւ ոչ տարօրինակ ցանկությունները, օրինակ թութակ են ուզում ունենալ, ես թութակ եմ գնում բերում, հետո ասում են չէ պետքա զույգ ունենա, հետո զույգ ենք բերում, հետո ինչ որ հասկանում եք իրենք ազատ են, այո, իրենց նախասիրությունները մեծ բակ ունենք, որտեղ թութը սկսում է, մեր պտղատու ծառերը արդեն կան, ծիրանը եւ այլ բան, իրենք վայելում են բնության հետ այդ կապը, այդ ներդաշնակությունը, մենք եւ աշխատակազմը ամենակարևորը մոդելը այսպես է դրված, բոլորը սպասարկում են իրենց, այսինքն այդտեղ տերերը իրենք են եւ այդ հավատացեք մեզ մոտ ստացվել է, մեզ մոտ չկա այդպես վեր կարգային ինչ որ վեր անձնային, չգիտեմ, չկա, տարեցները մեր ամենաներն են այդտեղի եւ հավանաբար մեր հաջողության գաղտնիքը հենց դրա մեջ է, այդ մթնոլորտ ստեղծելուն, երբ որ նոր այցելու է գալիս, որպեսզի տեսնի իրավիճակը եւ որոշի իր մամային կամ պապային բերում է մեզ մոտ, թե չէ, բնականաբար մարդիկ մի քանի կենտրոններում շրջում են եւ ամենակարևոր բանը որ ասում են ձեզ մոտ մթնոլորտը ընտանեկան է չափազանց։ Այսինքն ծերանոցից տարբերվում է հենց դրանից, որ հարազատներն են այդ մարդկանց բերում առաջինը ձեզ մոտ եւ վճարում են, ոչ թե ինչ որ մատնված են անուշադրության, այլ պայմաններից ելնելով ընտանիքի անդամները դրսում են, բերում են եւ մի բան էլ վճարում են ձեզ, որ դուք իրենց ծնողներին նորմալ դիրություն անեք, պահեք, հիվանդ կլինեն հիվանդության հարցերը, իսկ վճարները դրանք մատչելի են, ամեն մեկին է հասու թե Տեսեք, մենք պետական խնամքի կենտրոններում ես հատուկ հարցում եմ Արեսոցապ նախարարությանը, որ հասկանամ, թե մեկ հոգու վրա որքան են ծախսում ամիսը։ Իրենք ծախսում են 220,000 դրամ։
այն դեպքում, երբ որ իրենց շինությունները, դրանք պետական շենքեր են, իրենք վարձակալություններ չեն Եվ վճարում։ հետ կապված եւ սպասարկման հետ կապված հաստատ որակը տարբեր է։ Հա, մենք մեր վճարները 300,000 է ամսվա համար, որի մեջ մտնում է այդ ամբողջ այդ կոմպլեքսը, իրենց սնունդը, իրենց սպասարկումը։ Մենք բացի պոլիկլինիկայի սպասարկումից, մենք նաև պայմանագիր ենք կնքել հայ-կանադական կլինիկայի հետ, որպիսի շատ արագ արձագանքենք ցանկացած իրավիճակում, այսինքն չսպասենք մինչև օրինակ շաբաթ-կիրակի, պոլիկլինիկան փակա կամ եւ այլը, որպիսի մարդիկ այնպես ինչպես հարազատը խնամ կտաներ, ասենք եթե շաբաթ օրա տարեցը վատ ազգում, հիմա հո երեխան չի սպասում մինչև երկուշաբթի պոլիկլինիկան բացվի, չէ, ինչ որ քայլեր են ձեռնարկում։ Դրա համար մենք ոնց որ ամբողջ դաշտը, այսպես ասենք, սպասարկման տարեցի, ամբողջությամբ վերցել ենք մեր, այդ թվում նաև իրավական խնդիրներ։ Լոնդոնից պապիկ էին բերել մեզ մոտ, որը թոշակ չէր ստանում։ Ասենք, մենք ենք իրենով զբաղվել, տարել սոցիալ, այս կողմ են կողմ, բանկում հաշիվ բացել եւ այլը, այդպես, այսինքն մենք իրավական առումով, խնամքի առումով, բոլոր առումներով սպասարկում ենք տարեցին, որպիսի հարազատները հանգիստ լինեն։ Ու պատկերացրեք, իրենք դա ասում են, ասում են մենք հարազատները չեն բերում, կարող է շահառուն հենց ինքը իրենով գալ։ Այդպիսի դեպքեր ունենք, Ամերիկայից ունենք, պապիկ ունենք 97 տարեկան, որը որ ինքնակամ որոշել էր, որ չի ուզում այլևս Ամերիկայում մնա, իսկ Հայաստանում իհարկե կային հարազատներ, բայց դե բոլոր դեպքերում ինչ որ մեկի տանը մնալու խնդիրներ կային։ Իրենք մեզ գտել էին եւ պապիկին միանգամից բերեցին մեզ մոտ։ Ինքն էր վճարում իր համար, ինքն էր ինչ ուզում էր, այդ թվում նաեւ անհատական էքսկուրսիաներ։ Օրինակ ինքը ուզում էր գնալ Գյումրին տեսնելու, եթե այդ պայն հարմար չէր, որ ես ամբողջ խմբով գնայի, ես աշխատակիցներից մեկին իր հետ դնում էի, տրանսպորտի հարցերը լուծում էինք, ինքը գնում էր այդ օրը անցկացնում գալիս էր։ Ունենք նաեւ այդպես։ Փաստորեն կարող են գալիս են կամ բերում են, իսկ ինչպես է պայմանները, սենյակները ամեն մեկի համար առանձին, թե ննջարանները։ Չէ, 2 տեղանոց ննջարաններ են, 2 տեղանոց, 3 տեղանոց, գիտեք, այստեղ էլ ենք մենք անկողինը եւ այլն։ Ես մի փոքր ուզում եմ մենք ավելի մանրամասն խոսենք, ամբողջում ենք տրամադրում։ Հագուստը իրենց հետ են բերում։ Հագուստը իրենք բերում են։ Իրենք գալիս են, պայմանագիր ենք կնքում կամ իրենց հետ կամ հարազատի հետ։ Յուրաքանչյուր ամիս իրանք բանկային փոխանցումներով մեզ վճարում են, խնամում ենք, ոնց որ կանխավճարային վճարում են, խնամում ենք։ Ամբողջ իրենց լոգանքի գենա մենք ունենք վարսահարդար, որը ամիսը 2 անգամ մեզ այցելում է։ Մենք ունենք մատնահարդար, որը այցելում է, որովհետև հատկապես տարեցների ոտքի եղունգների հետ կապված խնդիրներ են լինում հաճախակի, ստերիլ գործիքներով բան եւ այլ, շատ ուշադիր ենք նման հանգամանքների վրա եւ դրան ավելացրած նաեւ անկողինները փոխվում են յուրաքանչյուր երրորդ օրը, իրենք իրենց լոգանքն են ընդունում, դե բնականաբար իրանց կողքը միշտ մարդ է լինում, հագուստները լվացվում է, կարճ ասած մենք ոնց են երեխային խնամում, այդպես իրենց խնամում ենք, այսինքն իրենց բոլոր կարիքներով։ Իսկ բժշկական ծառայությունները ինչպես են։ Հիմա օրինակ այս ապահովագրությունից ձեր տարեցները օգտվում են։ Մեր տարեցները օգտվում են։ Մի տատիկ ունենք տեսողության խնդիր ունի, Կիպրոսից են իրեն բերել մեզ մոտ։ Զարմանալի բան ասեմ։ Այսինքն ոչ միայն Հայաստանի տարեցների համար է, դրսից շատ են բերում։ Եվ հենց մեզ մոտ են բերում։ Ես ասեմ ձեզ, մենք իսկ ինչպես են ձեր տեղը իմացել, ինչպես է այդ գովազդը ստացվել։ Facebook-ում մենք կանք, Instagram-ում կանք, եւ ասեմ ձեզ, դե մարդիկ փնտրում են, բայց ամենակարևոր բանը հաճախակի զանգահարում են եւ ասում են ձեզ մոտ պապիկ ա եղել, իր քրոջ տղան տվելա ձեր հեռախոսը, ասելա առանց մտածելու գնացեք եւ գոհ է եղել, ինքնին արդեն ստացվել է։ Ասեմ մի փոքրիկ բան, Ամերիկայի քաղաքացի կար Ալեքս Դելեոն, հայտնի կինոքննադատ, որը 2015 թվականին եկել էր Ոսկե ծիրանին որպես պատվավոր հյուր, հետադարձի տոմսը պատրել էր եւ մնացել Հայաստանում։ 10 տարի ապրել էր Անի հոթելում եւ Անի Գրանդ հոթելում, բայց մարդը արդեն 93 տարեկան է եւ խնամքի կարիք ունի։ Եվ ամերիկյան դեսպանատունը, Անի Գրանդ հոթելը փնտրել էին, գտել էին մեզ, նույնիսկ Ալեքսը մտադրություն չուներ դուրս գալու հյուրանոցից, որտեղ գիտեք տարեցները ինչ որ միջավայրի երբ որ հարմարվում են, եւ ինքը չէր զգում, որ ինքը խնամքի կարիք ունի, միջալից դա էլ է հատուկ տարեցներին։ Իրենց թվում է թե իրենք դեռևս երիտասարդ են։ Եվ խնդրեցին, որ մենք փորձենք բանակցությունները, փորձենք ինչ-որ շփում ստանալ, եւ մեր ծանոթությունից մի շաբաթ հետո Ալեքսը եկավ մեզ մոտ։ Ամերիկայի իր ընկերները ուղղակի հիացած էին, որտեղ ասում են մարդ, որ միշտ ամեն ինչին բծախնդրոներն է վերաբերվել, միշտ ամեն ինչին ինչ-որ պոչուական ճակապցրել, զարմանալի է, որ ձեզ հետ կապված ոչ մի դժգոհություն չունի։ Մենք իրեն խնամեցինք մոտավորապես 3-4 ամիս,
Աստված հոգին լուսա, որի մահացել է Ալեքսը, մենք նույնիսկ հուղարկավորությունը այստեղ արեցինք, դեսպանատան հետ ակտիվ կապերի մեջ ենք, մի քանի օր առաջ էլի մեկը զանգել էր, ասեց դեսպանատունն է ձեր հեռախոսը տվել, այսինքն մերոնց տուն խնամքի կենտրոնը խնամքի ծառայությունների ոլորտում արդեն դիրքավորված է որպես բարձրակարգ ծառայություններ մատուցող եւ անհատական բարձրակարգ, այսինքն մենք ամեն տարեցի հետևից գնում ենք, այսպես ասեմ, այնպես չի որ բոլորը միտեղ են, ընդհանուր են եւ այլն։ Ասացիք ննջարաններում երկու մահճակալ, իսկ ինչպես է դեղերը եւ դեղորայքները նորից ամեն մեկի համար անհատական դեղերը դուք եք ձեռք բերում։ Չէ, իրենք են բերում, հարազատները բերում են։ Իսկ բժիշկներին վստահում են ձեզ, որ ասենք ենթադրենք իրենք այստեղ չեն։ Իհարկե, տեսեք, գիտեք ինչ ենք անում, մենք դուք նշում եք բժշկական կազմը, որպես որովհետեւ տեսեք, խնամքի կենտրոնները իրենք որպեսզի ունենան ներսում բժշկական ծառայություն, պիտի գնան եւ լիցենզավորվեն որպես բուժ հաստատություններ, որը որ բավական պրոբլեմատիկ է եւ դրա կարիքը որպես այդպեսին չկա։ Դրանից հաստատ մեր ծառայության արժեքները կբարձրանան։ Հիմա տեսեք, Ամքոր բարեգործական ընկերությունը դարձյալ մեզ ընտրելով որպես խնամքի կենտրոն, ինքը վճարում է հայ-կանադական բժշկական կենտրոնին, ասում է ես վճարում եմ, դու գնացեք այդ խնամքի կենտրոնի տատիկների, պապիկների բոլոր բժշկական հարցերը լուծեք, դուպլեքսից, սոնոգրաֆիա, տատիկը, պապիկը գալիս է, թերապևտն ու սոնոգրաֆիստը գալիս են ուսումնասիրում են, եթե կա նեղ մասնագետի կարիք ուղղորդում են, հետո իրենք մարաշում են գտնվում, մեզ համար շատ ավելի հեշտ է տանել, բերել, իրենք են գնում գալիս եւ փաստացի մենք ոնց որ թե այդ պոլիկլինիկայից դեպի հիվանդանոց այդ արանքում ինչ որ մի հատ հատված, մենք այդ բժշկական ծառայությունները լրացնում ենք եւ Փառք Աստծո կինեզիստ ունենք, որը գալիս աշխատում է, հոգեբան, մենք նաեւ ասեմ ձեզ, իրականացում ենք ոչ մենակ ուղակի տարեցների խնամք, մենք ունենք նաեւ առանձին տեղ, որտեղ հետ վիրահատական, հետ ինսուլտային խնամք ենք իրականացում, այսինքն մարդը հիվանդանոցում է անկախ տարիքից եւ իրեն հատուկ խնամք է պետք ասենք դեռևս անկողնային ռեժիմ է իրեն բերում են մեզ մոտ մենք իրեն այդպես սպասարկում ենք ոդքի ենք հանում ուղարկում ենք տուն կինեզիստն է իր հետ աշխատում կարող են ինչ որ այլ մասնագետներ աշխատել եւ այլը ոդքի ենք հանում հաճախ գնում են շատ ընտանիքների այսպես ասած հարցեր կարողանում եք այս ձևաչափով լուծել որովհետեւ եթե արտերկրում են չեն կարողանում գալ ծնողները մենակ չեն մնում ասեմ ավելին նույնիսկ եթե արտերկրում չեն ասենք այստեղ են ապրում զավակները միասին են ապրում դուք պատկերացրեք տարեց որը խնամքի կարիք ունի ասենք մտքի հետ կապված խնդիր ունի 24 ժամ իրեն խնամք է պետք հիմա կա մի լուծում կամ պետք է վարձել խնամակալին բերել տուն 24 ժամ ապրել այդ երրորդ մարդու հետ եւ ինչ որտեղ վերահսկողություն կամ բարդ է դա նաեւ ու դրա հետ մեկտեղել տարեցի հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետևանքով կենցաղավարման մեջ խնդիրներ են առաջանում որոնք եթե տանը մանկահասակ երեխա կա խնդիրը արդեն որովհետեւ չեմ ուզում շատ այդպես բան անել, բայց սկսած հիգիենայի հարցերից բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Եվ փաստորեն ընտանիքում մթնոլորտը շիկանում է, որպես այդպեսին։ Այսինքն մարդիկ հոգատար են, ուզում են որ խնամեն իրենց տարեցին, ոչ թե այդպես ինչ որ անտարբեր լինեն, բայց այդ խնամքը տան պայմաններում դառնում է խնդրահարույց։ Այստեղ մի ժամանակ էին, երբ տարեցը ընտանիքում, այսինքն մեծանում էր պապիկ տատիկը խնամքի ուշադրության կենտրոնում էր դառնում նման հարցեր չէին առաջանում այսինքն տատիկ պապիկն էին պարտավոր էին այսպեսի հասկացողություն կար հիմա ժամանակները փոխվել են դուք գնում եք այդ ժամանակների ետևից Գիտեք, դարձյալ իրենք այդ պարտավորությունը ստանձնում են խնամքի։ Բայց տանից դուրս։ Բայց գիտեք, տանից դուրս ինչու։ Պատերից, այսինքն տան պատերից։ Որովհետև գիտեք, կյանքի որակն էլ է փոխվել։ Հենց դրանից է գալիս։ Մարդիկ շատ ավելի ստրեսային իրավիճակներում են հիմա հայտնվում, հատկապես մեր վերջի իրադարձություններից հետո բազմաթիվ ընտանիքներ կորուստներ ունեն, եթե իրենք չունեն իրենց հարազատը կորուստ ունի արցախյան իրադարձությունների հետ կապված, օրինակ ես տատիկ պապիկներ ունեմ խնամում եմ 24 թվականից սկսած, որ 23-ին իրենք եկել են Հայաստան, երեխաները ամեն մեկը մի անկյունում մի տուն գտել է, փոքրիկ տուն, որտեղ մի քանի հոգով ապրում են, ու պատկերացրեք պապիկ, որը մեր Գավրուշա պապիկի մասին եմ ասում, պապիկ, որը որ սիրում է ամբողջ օրը երգել, հումորներ անել, գիտեք, բաներ կան, որոնք որ ընտանիքում կարող են խնդիրներ առաջացնել, հարսա, թոռա, տղայա եւ այլը, ոչ թե չեն սիրում այդ մարդիկ, այլ ուղղակի սա ավելի գրագետ լուծում է։ Եվ ես ձեզ ասեմ, նաեւ տարեցի համար,
որովհետև մեզ մոտ մեր աշխատակիցները, տեսեք, 24 ժամ հերթափոխով փոխվում են, իրենք չեն հասցնում նյարդայնանալ։ Հետո նրանք աշխատանքի են Այ, գալիս, տեսնում եք, հետո գնում են իրենց տանը հանգստանում են հաջորդ օրը տեսեք, կան ընտանիքներ, որտեղ որ բավական տևական ժամանակ չեն կարողանում այդ մտքի հետ հաշտվել, որ իրենց տարեցը ունի խնդիր։ Եվ միջև իրենք հասնում են այդ իրավիճակին եւ կա խնդիր, որ այդ խնդիրը պահանջում է այլ լուծում, իրենք հոգեպես են մաշվում, անձնական հարաբերություններ են վատանում, ընտանիքում են ամուսինների հարաբերությունները վատանում, որտեղ ասենք, չգիտեմ, հարսը կողքից ասում է, գիտես, կա խնդիր, խնամակալի կարիք կա, տղայի համար ես շատ եմ առնչվում այդպիսի դեպքերի, տղայի համար իրան ծնողներն են, ոչ ինչ է վերագրում են ծերությանը, բայց շատ խնդիրներ կան, որոնք ծերությանը վերագրելու չի, դրանք հոգեկան եւ ֆիզիկական խնդիրներ են առողջության։ Սա արդեն ամոթ չէ, այլ սովորական բան է դառնում։ Ասեմ ավելին, տեսեք, երբ որ տատիկը, պապիկը մեզ մոտ են, հավատացեք, որ զավակները, նախ սկսեմ նրանից, որ հենց որ մենք նոր շահառու ենք ունենում, իր բոլոր հարազատները, որոնք ենթադրաբար հաստատ վերջի մի տարին կարող իրանց տուն չէին գնացել տատիկին տեսնելու, լսում են, որ բերել են, տարել են ինչ-որ, չգիտեմ ուր են տարել, ծերանոց են, չգիտեմ ինչ են արել, սկսում է մեզ մոտ այցելությունների հեղեղ, գալիս են, որ համոզվեն, ուր են բերել, ինչ վիճակում է, գալիս են, տեսնում են մարդը կերած, խմած, ուրախ, զվարթ, մեզ մոտ միշտ երաժշտություն կա, միշտ ինչ-որ հետաքրքիր նստում են իրար հետ սուրճ են խմում, մեկը ինչ-որ առաջարկում այն մեկի բաժակասում է, ուզում են հումորներ են անում իրար, սիրահարվում են իրար, դուք ուղղակի չեք պատկերացնի, մարդկանց կյանքը տարեցների նոր որակ է ստանում, եւ ասեմ, երբ որ տարեցը մեզ մոտ է, դուք պիտի տեսնեք զավակները, թորները, դե գնանք տատիկին, պապիկին տեսնելու, վերցնում են մեզ մոտ ընդհանուր կանոնա, եթե գալիս են տեսակցության ինչ-որ մի բան պիտի բերեն, ասենք պաղպաղակ, բերում են դե բնականաբար բոլորի համար։ Գիտեք այդ ընդհանուրի մի մաս կազմելը տարեցի համար հոգեբանական շատ դրական ազդեցություն է թողնում։ Իրենց կարևոր են զգում, որտեղ ավելի շատ մարդ, իսկ եթե դա տանն է, աշխատանքից հոգնած գալիս է տղան, հարսը, թոռը, ամեն մեկը իր խնդիրներով, շփումը քիչ է ստացվում, որտեղ ընդհանուր թեմաներ էլ որպես այդպեսի չկան, այսինքն կենցաղից դուրս։ Իսկ մենք նստում ենք իրենց հետ, խոսում ենք ամեն ինչից, իրենց անցյալից, իրենց ինչու՞ չէ նաև ապագայից։ Մենք հիմա պլանավորում ենք, թե 2026-ի մեր էքսկուրսիաները ինչպես պիտի անցկացնենք, որտեղ ես շատ մեծ տեղ եմ տալիս դրանց, մենք այցելում ենք, ես իրենց ամենտեղ տանում եմ, Սիրահարների այգի եմ տարել, մի ամբողջ օր տեղ զբոսնել են եւ այլը։ Ուզում եմ ասեմ, մենք մասնագիտական առումով, պրոֆեսիոնալ առումով զբաղվում ենք իրենց առօրյայով եւ գալիս ենք լրացնելու այդ բացը, որ դա կենցաղում հնարավոր չի։ Դուրս գանք կարճատև գովազդային դադարի եւ որից հետո քննարկենք այն մարդկանց վիճակը, ովքեր չեն կարողանում վճարել, բայց հայտնվում են ձեր կենտրոնում։ Շատ լավ։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։
Jackpot-ի Glendale-ի հասցեն է 11:35 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցնեմ, որ իմ հյուրն է Մերոնստուն խնամքի եւ ժամանցի կենտրոնի տնօրեն Անգեն Ղուկասյանը։ Մենք խոսեցինք այն շահառուների մասին, ովքեր ունեն, այսպես ասած, ընտանիքներ եւ այդ ընտանիքներն են հենց կամ պատճառ դառնում, որ նրանք հայտնվում են ձեզ մոտ կամ հակառակ իրենց ցանկությամբ ընտանիքներն են աջակցում։ Մեր հաղորդումների շնորհիվ մի Վիգեն Պապիկին, Վիգեն Պապիկին փաստորեն ձեզ մոտ բերեցին, իսկ նրանք ովքեր որ չունեն այդ հնարավորությունները վճարելու եւ հայտնվում են ձեզ մոտ, ընդ որում ամբողջ 24 ժամ նորից ձեզ մոտ է լինում։ Այդ դեպքում ինչպես եք նրանց հարցերը լուծում։ Ասեմ ձեզ, մենք յուրաքանչյուր բիզնես մեր կարծիքով, մենք այդպես ենք մտածում, ունի տվյալ հասարակության նկատմամբ իր սոցիալական պատասխանատվության բաժինը։ Եթե մենք օրինակ, չգիտեմ, կոշիկի արտադրամաս լինեինք, վստահ եմ, որ եթե տեսնում ենք որևէ մեկը կոշիկի կարիք ունի, դա պարտավորություն է, դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, դա պարտավորություն է, որովհետև բոլոր չարիքները ծնվում են անտարբերությունից։ Հիմա տեսեք, մենք ունենք բիզնես, մենք խնամում ենք տատիկների, պապիկների, որոնց զավակները վճարում են, ինչպես ասում են, բոլորը գոհ են։ Բայց հանդիպում ես իրավիճակի, երբ որ տարեց է, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, մենք կարծես թե չենք քննարկում այդ նախապայմանները ինչու է հայտնվել փողոցում։ Ձեր հաղորդումներից մեկում ես տեսա Վիգեն Պապիկին, որի մասին բարձրաձայնում էիք։ Եվ առաջի արձագանքը դա նորմալ է։ Ես արձագանքեցի։ Մենք Վիգեն Պապիկին տարանք մեզ մոտ։ Բնականաբար Վիգեն Պապիկի համար ոչ ոք չի վճարում։ Նույնիսկ մենք իր թոշակը ձեռք չենք տալիս, որովհետև եթե որոշել ենք պիտի խնամենք, ուրեմն պիտի խնամենք։ Ոչ մի տարբերություն չկա այն սպասարկման մեջ, նրանք ովքեր վճարում են իրենց եւ Վիգեն Պապիկի, այսինքն մենք ծառայությունները նույն որակի մատուցում ենք։ Ասեմ ավելին, նույնիսկ հաճախ ես էլի ունեմ տատիկ պապիկներ, որոնց որ մենք խնամում ենք։ Օրինակ ունեմ 100 տարեկան Արաքսիա տատիկը, Արցախից եկած։ Զավակները դրսում են, թորը խնամել էր մի որոշ ժամանակ, հետո որոշակի խնդիրներ, տեղափոխություններ եւ այլն, մեզ զանգեցին, որ ուզում ենք բերենք ձեզ մոտ, որովհետև լսել ենք, որ ձեզ մոտ լավ է, բայց չենք կարող վճարել։ Ասեցի բերեք, բերեցին, հոկտեմբերից Արաքսիա տատիկը մեզ մոտ է, եւ պատկերացրեք, որ իրենք գիտեք ինչ, այն հետաքրքիր ջերմություն կա, որ իրենցից փոխանցվում է մեզ, այդ անվճար որ խնամում ենք, ասենք օրինակ Արաքսիա տատիկը, շնորհակալ լինելու։ Մենք թույլ չենք տալիս, որ իրանք ինչ-որ մեզ տենց բարձր բաներ ասեն, բայց իրենց հայացքի մեջ, իրենց վերաբերմունքի մեջ, դուք գիտեք դա մեզ ինչքան մեծ էներգիա է տալիս աշխատելու։ Ես այդպիսի ունեմ, այս փուլում 5 հոգի, Վիգենն էլ հետը 5 հոգի, որոնց մենք անվճար խնամում ենք։ Մեր բիզնեսը ոնց որ
մի կերպ ձգում է այդ 5 հոգու անվճար խնամքը։ Հիմա եթե հնարավորություններ ունենայինք 10 հոգու պահել, վստահ եղեք, որ 10-ին կխնամեինք։ Դրա համար մենք բազմաթիվ տարբեր այդպես բարեգործականների հետ փորձում ենք աշխատել, որ եթե ինչ-որ բաներով կարողանում են խնամքը գոնե ինչ-որ առումով թեթևացնել, իրենք ոնց որ միանում են մեր նախաձեռնությանը, փառք Աստծո մեզ ճանաչում են արդեն, հասկանում են, որ մենք եթե դիմում ենք իրենց, ուրեմն նշանակում է այնքան արդեն ձգել ենք, էլ չենք կարողանում, որ արդեն դիմել ենք, որպեսզի բարեգործականները այդ մարդկանց մասով օգտակար լինեն։ Հիմա իմաստ հարթակ կա այդպիսի, որտեղ դրամահավաքներ են իրականացնում, մեր այդ տատիկներին, ասենք, ունեմ Արտեմը, որը որ Ռուսաստանից եկել է գործով Հայաստան, պիտի վերադառնա, հանկարծակի վատացել է, պարզվում է չարորագոյացություններ ունի, այնտեղ ոսկրային լրիվ անկողնային ռեժիմ է։ Ձերքի գումարը մեզ վճարել է մի ամիս խնամել ենք, ու դրանից հետո էլ չի կարողանում վճարի։ Տիկե Ղուկասյան, հիմա մեր հաղորդումները նայողները կարող է շատերը փորձեն հիմա այդպես չունենք գումար եւ տարեցներին բերում ենք։ Այդ դեպքում ինչպես է կազմակերպելու իրավիճակը։ Չենք կարող այդպես անսահմանափակ, գիտեք, ինչ որ ծայրահեղ դեպքեր ա լինում, որ վերցնում են։ Չէ, դեպքեր, որ նույնիսկ կարող են իրենց ընտանիքում, բայց քանի կա անվճարի տարբերակը։ Դե մենք ուսումնասիրում ենք դեպքերը, մենք հասկանում ենք, որ տվյալ անձի համար այլևս չկա ուրիշ տարբերակ, կամ պիտի գա մեզ մոտ, կամ պիտի հայտնվի փողոցում։ Դրա համար ոնց որ մենք այդ խնդիրը լուծում ենք։ Հավատացեք մեզ օրական առնվազն 3-4 հոգի զանգահարում նման հարցերով, որ կլինի գամ ձեզ մոտ, թոշակս բերեմ մենակ թոշակով, ասում ենք դիմեք պետական խնամքի կենտրոններ, այնտեղ մի քիչ իհարկե հերթերը շատ են, բայց որպես այդպիսին պետության պարտավորությունն է եւ ընդունում են։ Դե ասում ենք նրանց տեղն էլ գիտենք, ձեր տեղն էլ գիտենք, եթե կարելի է ձեզ մոտ բան եւ այլը, ոչ բոլորին ենք ընդունում։ Բայց մենք հիմա մերոնց համար բարեգործական ընկերություն կա այդպես, մենք ինչ որ մեծ պրոյեկտ ենք ուզում սկսել, փորձենք այդ պրոյեկտի միջոցով հնարավորինս շատ մարդկանց խնդիրներ լուծել, որովհետեւ գիտեք հասարակության առողջ հասարակության, սյուներից մեկը նաեւ այդ սերունդների համերաշխությունն է։ Մատաղ սերունդը պիտի այդ հոգ տանի ավակ սերնդի, որովհետև ինքը այսպես բումերանգի էֆեկտով փոխում է, աչքդ կթարթես, մեկ էլ դու կհայտնվես այդ տարեց տատիկի պապիկի կարգավիճակում, եւ այդ դաստիարակությունը ոնց են երեխաների նկատմամբ, չէ՞, մեզ մոտ ֆետիշային բան կա երեխաների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ նույնը պետքա լինի տարեցների նկատմամբ, եւ դա եթե այդ վերաբերմունքը իրացվի որոշակի կազմակերպությունների միջոցով։ Մենք առավելագույնս թափանցիկ ենք աշխատում։ Մեր դրան զանգը տալիս են, դուրը բացվում է, այսինքն թալքնելու Չէ, բացարձակ։ Նույնիսկ երբ որ նոր հաճախորդ է գալիս զանգահարում են, ասում են ուզում ենք գանք պայմաններին ծանոթանանք, դուք այնտեղ երբ կլինեք, ասում եմ կարևոր չի ես այնտեղ եմ թե չէ։ Այս հասցեում մոտեցեք, ձեզ այնտեղ կդիմավորեն, կցույց կտան, որտեղ այնտեղ չկա ինչ որ բան, որ մենք թաքցնենք կամ ինչ որ մի բան, որ ճոխացնենք։ Ինչ կա։ Հիմա փորձում ենք այդ մերոնց համարի հետ պրոյեկտ իրականացնել, հուսամ եթե հաջողություն ունենանք, մի քանի հոգի կան, որոնք որ շատ մեզ զանգահարել են ու մենք գիտենք, որ իրենց մոտ իսկապես ծայրահեղ վիճակ է, մի քանի հոգու էլ կփորձենք ներգրավել, կբերենք մեզ մոտ կխնամենք։ Կարող ենք ասել, որ միջև ֆինանսական վիճակի ձեր բարելավելը այս պահի դրությամբ դուք ի վիճակի չեք անվճար։ Գուցե հենց այստեղից մենք ասենք, իսկ լինելու դեպքում դուք ձեր Facebook-յան էջում կամ այստեղից հայտարարություն կանեք, այստեղից կանենք հայտարարություն, որ ասենք, չգիտեմ, 3 տեղ ունենք, այսինքն դրամահավաքը իրականացվել է 3 տեղ ունենք, կարող ենք 3 հոգու վերցնել, Քանի շահառուի մասին է խոսք, ընդհանուր քանի հոգի ունեք։ Գիտեք, տարբեր ժամանակներում միջև 40, 45 հոգի, 47 հոգի տատանվում են, որտեղ գիտեք մեզ մոտ նաև ինչպես է, մենք ունենք ցերեկային խնամք։ Մանկապարտեզի պես երեխաները առավոտյան աշխատանքի գնալուց բերում են իրանց տատիկին, թողնում են մեզ մոտ կամ պապիկին, գնում են աշխատանքից հետո գալիս վերցնում են, տանում են տուն։ Մենք ունենք, երբ որ ընտանիքը մեկնում է արտասահման հանգստի եւ տատիկին չեն կարող տանել, չեն ուզում տանը մենակ թողնել, ասենք մենք կարծես թե գիտենք արդեն ով երբ է գնում արձակուրդ, բերում են մեզ մոտ տատիկին 11 օրով, 14 օրով։ Դրա համար մեզ մոտ թվերը փոխվում են, այսինքն հատկապես ամանորի օրերին մեզ մոտ շատ լիքն են լինում, որովհետեւ այդ արձակուրդ գնացողները, բացակայողները
տղաները ոնց որ իրենց տատիկները մեզ մոտ են Իսկ հարմարությունները քանի հոգու համար են։ Դե մենք 3 կենտրոն է, 3 առանձին շինություններ։ Երևանի մեջ։ Այո, Նորք Մարաշում, 3 տարբեր առանձնատներ են Մարաշում եւ յուրաքանչյուրում 12 հոգի են, մեկում 12, այն մեկում մինչեւ 20 հոգի կարող ենք տեղավորել, 20-25 հոգի։ Իսկ մարզերում հնարավոր է ունենալ ձեր Գիտեք, մասնակցողները։ պլաններում կա, բայց ոնց որ ուզում ենք մի հատ Երևանում այսպես ամբողջական, հատկապես այս բարեգործականի հետ աշխատել մի հատ, որտեղ խնդիրներ կան։ Գիտեք, օրը սկսվում է այդ զանգերից, երբ որ մարդիկ կարիքը ունեն ծառայության եւ զանգում են։ Եվ ուզում ես ինչ-որ ձևով այդ խնդիրը լուծես, էլի, որովհետեւ ասում եմ, իրենցից եկող դրական էներգիան շատ ավելի մեծ տոնուս է տալիս մեր աշխատելուն եւ մեր առաքելությանը։ Մենք խոսեցինք տարեցների մասին եւ մարդկանց մասին, ովքեր հիմնականում երևի 40-ից բարձր կամ հակառակ։ Իսկ երեխաների խնամքով զբաղվում եք, լինում են այս դեպքեր։ Երեխաների խնամքով չէ, բայց ունեցել ենք աուտիզմով մի երիտասարդ 26 տարեկան, մենք իրեն խնամել ենք 2-3 ամիս, բայց գիտեք տարիքային տարբերությունը եւ հոգեկան առողջության տարբերությունները ի վերջո միջավայրը եւ բան են տալիս, խնդիրներ են առաջացնում եւ մենք դադարեցրեցինք այդ երիտասարդի սպասարկումը հենց մենակ դրանից, որտեվ ինքը sense կյանքով լիքը աշխուժ գնում գալիս է, իսկ այդ որ ինքը տենց գնում էր գալիս խոսում, երաժշտություն լսում, բան, ասենք մյուս տատիկների համար դա խնդրահարույց էր բավական, էլի, նրանք ավելի հանգիստ վիճակ են սիրում կամ սիրում են իրենց հայկական ժողովրդական երգերը եւ այլը եւ այլը։ Դրա համար մենք դադարեցրեցինք սպասարկումը այդ երիտասարդի։ Եվ մենք խոսեցինք սննդակարգի մասին, ճաշարան ուտելու այս ամենը միասին է լինում, թե ամեն մեկի համար տարբեր ժամեր, ինչպես է կազմակերպվում։ Խոհանոցը, մենք խոհանոց ունենք յուրաքանչյուր կենտրոնում, առավոտյան իրենք արթնանում են, օրինակ այն տատիկ, որ ինձ հարցնում են օրվա մեջ քանի անգամ է սնունդը, ասում կախված նրանից, թե տատիկը երբ է արթնանում, երբ է քնում, որտեղ մենք ունենք, եթե առավոտը 6-ին են արթնանում ու դուրս են գալիս, սկսում են մարզումներ անելը, գիմնաստիկա բան անել, դրսում, բակում։ Այդ իրենք մի հատ տենց սուրճ, թեյ եւ այլը անում են, միջև մնացած ժողովուրդը արթնանում են։ Հետո ժամը 10-ին նստում են նախաճաշի։ Դրանից հետո դարձյալ էլի միրգ, թեյ, տեղում պարտադիր բիսկվիտներ, պեչենիներ ենք թխում։ Եվ ասեմ, այդ խոհանոցի արկայությունը կենտրոնում ինքը լրացուցիչ ընտանեկան ջերմության sense մի հատ ատրիբուտ է տալիս։ Ասենք այդ ճաշի հոտերը, օրինակ մենք տատիկ ունենք, մեզ մոտ ապրում, մենք խնամում ենք անկողնային եւ այլը, իր աղջիկը ընդմիջման ժամերին է գալիս մեզ մոտ եւ պատկերացրեք նախորդ անգամ եկել է ասել է շատ կներեք, բայց եթե ձեր ճաշից մի փոքրիկ պիալա ավելացել է, կարելի է մի գտալել ես ուտեմ ու վազեմ աշխատանքի։ Մեզ մոտ այդպես է իրավիճակը, այսինքն յուրաքանչյուրի համար այնպես ենք անում, որ ոնց որ իր տունն է եւ այդ խոհանոցը ճաշերը պատրաստում են իրենց ցանկությամբ։ Ասենք մի քանի օր առաջ հավի տոտիկներ էին ուզել, որոնք պետքա թթու դրվեր, ես ինչ արվեր, մարինատ արվեր, հա, ես բերեցի իրանց համար։ Մենք պարտադիր խաշի սեզոնի բացում ենք անում։ Գիտեք, դրանք փոքրիկ բաներ են, ծիսակարգ հիշեցնող, որ իրենց ջերմացնում են։ Օրինակ մայիսի 1-ին պարտադիր մեր բակերում մենք տենց խորոված ենք անում։ Խնդիրը այդ խորովածի մեջ չի, խնդիրը դրա մեջ է։ Այո, եւ իրենք հիշում են իրենց մայիսի 1-երը, երբ որ իրենք այդ օրը տոնել են եւ այլը եւ այլը։ Դե բոլորը 70-ից մեծ, 80-ից մեծ, ես 96 տարեկան ունեմ, 95 տարեկան պապիկ ունեմ եւ այլը։ Ուզում եմ ասել, որ այդ խոհանոցի արկայությունն էլ է շատ բան փոխում իրենց կյանքում։ Տեսեք, դուք անդադ շատ հետաքրքիր եք խոսում իրենց մասին, ասում եք ունեմ 96-97 տարեկան պապիկ տատիկ, ունեմ 100 տարեկան պապիկ։ Համարում եք, որ սա արդեն ձեր ընտանիքն է։ Հավատացեք, այդպես է։ Ես Իսկ լինում են ներքին խնդիրներ, որ դուք կամ միջամտում եք, կախառնում եք, ամեն դեպքում բոլորը տարբեր եւ տարիքային եւ տատիկ ունենք, որը որ նախկինում աշխատել է սննդի արդյունաբերության մեջ եւ իր քիմքը այնքան նուրբ է, ինքը շատ արագ ամեն ինչ տարբերում է եւ այսպես մեր լեզվով ասած մեր խոհարարների կյանքը ուտում է բավական է որ ինչ որ մի բան ասենք բոլորի համար տեղը չլինի կամ ասենք այս մի բանին բրինձ չեն անում, այս մի բանին այս մի բանն են անում եւ այլն, բայց մենք դրան սովորենք։ Ես բոլորին, ես ասում եմ շատ լավ է մեր քնարիկ տատիկը մեր ներքին աչքն է, այսպես ասեմ, էլի, որտեղ ինքը ամեն ինչ է, ու մյուսներին էլ է ասում։ Այս ժամին էս կուտես, իրիկունը էս կուտես, մեր մյուս տատիկներին, էլի, շատ ջուր խմեք, այսքան շաքարը մի օգտագործեք, չգիտեմ, դե բնականաբար այդ ֆոնի վրա կարող են որոշակի կոնֆլիկտներ առաջանալ, էլի, ասենք այն մեկին ասում է շատ էս կոֆե խմում ոնց որ եւ այլը։ Ինքը ուզում է իր փորձը, իր գիտելիքները ոնց որ տա մյուսներին, հա, բայց դե տատիկներ են, ասենք, մեկին դուր է գալի, մեկին դուր չի։
այնքան հումորով ենք այս բոլորը անցկացնում, այնքան թեթևությամբ ենք անցկացնում, որ հանկարծ խնդիրներ չառաջանա։ Բա իհարկե լինում է, ասենք ամեն մեկը որոշում է ինքը որտեղ է նստում։ Բա որ հանկարծ սեղանի մոտ աթոռները, ասենք նոր մարդ է եկել, ինչ որ մի բան խառնվում է։ Իսկ նորերին ինչպես են ընդունում։ Ասեմ ձեզ, լավ են ընդունում։ Քննություն են անցնում այդ նորերը։ Մի հատ գալիս են, մի հատ մանրամասը հարց ու փորձ, որտեղ ես աշխատել, որ մեկը ինչ որ ասում է, սպասի դու ոնց որ կարող ես թաղերից ես ինչի են, այն որ բանում աշխատում էիր, չգիտեմ, բանում ատոմակայանում ես աշխատել, կարող ես ու սկսում է ասենց ընդհանուր բաները։ Դրսից եկած մարդկանց հետ են, օրինակ այդ մեր Լոնդոնի պապիկը որ եկել էր, հաճախակի այնտեղի բաներից է պատմում, ասենք այնտեղ ոնց են տատիկները, պապիկները եւ այլը, ընդհանուր թեմաներ գտնում են իրար հետ խոսելու։ Տիկին Ղուկասյան, ամեն դեպքում կարոտը կա։ Ինչպես են հաղթահարում այդ մարդիկ այդ կարոտը։ Ինչքան էլ իրենք շփվեն, ինչքան էլ կարոտում են իրենց տան պատերը, կարոտում են իրենց ընտանիքի անդամներին։ Ինչպես է այդ հոգեբանական պահը կարողանում կառավարել։ Գիտեք, սովորաբար առաջին փուլում է լինում այդ խնդիրը։ Երբ որ նոր են գալիս, ասենք, չգիտեմ, իրանց տան բազմոցը ուրիշ էր, մեր բազմոցը ուրիշ էր։ Տարական բան եմ ասում։ Կամ իրենց մոտ սուրճը խմում էին, այս բաղադրության, այս խտությամբ մեզ մոտ ուրիշ։ Սկզբնական շրջանում բավական բարդ է լինում։ Եվ մենք ոնց որ ընդհանուր այսպիսի ռազմավարություն ունենք։ Ամեն նոր եկածը դառնում է մեր բոլորի ուշադրության կենտրոնը։ Այդ թվում հին տատիկ պապիկների, այսպես ասեմ, հա, մեր հին շահառուների, ովքեր արդեն տարիներով մեզ մոտ են։ Ես ունեմ մարդիկ, որոնք արդեն երրորդ տարին է մեզ մոտ են։ Եվ պատկերացրեք այդ ուշադրությունը, որ մենք տալիս ենք, չէ, եւ անդադ իրեն այսպես պարուրում ենք այդ ջերմությամբ, հոգատարությամբ, կուկլա ջան, սիրուն ջան, ցենց բաներ ենք ասում, էլի տատիկներին օրինակ կամ եւ այլը։ Այդ գալիս է, ինչ որ ցենց մի հատ ցենց պատնեշիպես մի հատ փակում է այդ իր նոստալգիկ այդ կարոտախտի հետ կապված բաները։ Միջև ինքը հարմարվում է մեր իրավիճակին, ու քանի որ զավակներն էլ անդադ գնում գալիս են, որպես այդպեսին անես տպարության ոնց որ ինքը եկել է ինչ որ մի հատ սանատորիա, օրինակ որ երբ որ նոր մարդ է գալիս, զրուցում են, բազմաթիվ անգամներ լսել են, որ ասում են սանատորիայի պես տեղ է, էլի ստեղ, այդպես են մեր տատիկ պապիկները ներկայացնում մեր խնամքի կենտրոնը, իսկ դրսի զավակ, ովքեր դրսում են, կենտրոններում բոլոր տեղերում դե հեռախոսները դրված է, WhatsApp, Viber հավելվածով որ զանգում են, վիդեո զանգ են անում, գիտեք այդ շփումը որպես այդպեսի փաստացի կայանում է։ Այնտեղից ինչ որ փոքրիկ ծանրոցներ են ուղարկում, տատիկը ուրախությամբ բացում է, բոլորին հյուրասիրում է, մի մասը տանում է պահում է իր սենյակում, որ ժամանակ անցնում է, հետո է բերում հյուրասիրում։ Հասկանում եք, ինքը սկսում է ապրել այդ միջավայրում։ Ամենակարևոր բանը վերաբերմունքն է։ Մնացած բոլոր բաները ստորադասվում են դրան։ Մենք մեզ կարողանում ենք այդպես դիրքավորել։ Մենք իրեն սենց մի հատ ջերմության ամպիկով փաթաթում ենք եւ միջև ինքը հարմարվում է նոր իրավիճակին, արդեն հասկանում է, որ ինքը ինչ-որ հարազատ միջավայրում է, կարծես թե ինչ-որ բան չի փոխվել։ Իսկ եղել է դեպք, երբ որ արդեն կարոտը շատ է խեղդել ամեն դեպքում եւ նրանք ուզել են նորից իդ վերադառնալ, եթե արդեն կարգ երկիր իրենց հարազատների հետ, այդ դեպքում ինչպես եք հարցերը լուծում։ Դուք եք դրանով զբաղվում, թե որ ուզենա հետ վերա, չէ, անկեղծ չենք ունեցել։ Ուզում հիշել, ուրիշ դեպքեր ենք ունեցել, երբ որ բերել են մեզ մոտ վայլատատիկ ունեինք, բերեցին մեզ մոտ, թորնիկի հետ էր ապրում, թորնիկը գնում էին քաղաքից դուրս ընկերներով, ինչ որ մի քանի օրով, բերեցին վայլատատիկին, հետո եկան որ տանեն, ասեց կլինի մի 3 օր էլ մնամ, ասեցին լավ թող մնա, հետո եկան որ տանեն, եկան տարան, իրենք գնացին, թե չէ մի 2 ժամից նորից զանգ եմ ստանում, մտածեցին ինչ որ բան են մոռացել հավանաբար, ասում եմ ես թորը էլի, ասում եմ 1000 ներողություն, նստել եմ միջանցքում եւ ասում եմ ինձ հետ տարեք այնտեղ։ Ես ձեր այս 4 պատը չեմ ուզում, դուք ամբողջ օրը դրսում եք, ես էլի պետք է մենակ նստեմ ստեղ եւ այլը եւ այլը։ Ասեցի դե հետ բերեք Հայկ ջան, ինչ անեմ։ Վայլատատիկը մեզ հետ մի տարի ապրեց։ 92 տարեկան էր, 91-92։ Ու պատկերացրեք, որ ցնծում էր այդ կինը, երբ որ հետ բերեցին։ Այսինքն մարդ, որին պակասում է շփումը, որը մենք տալիս ենք։ Շփում, ջերմություն, հոգատարություն 24 ժամ։ 24 ժամ։ Նրանք այնպես չէ, որ իրանց ընտանիքներում չեն ստանում, պարզապես այդ 24 ժամվա մեջ չեն տեղավորվում։ Հա, ընտանիքը դե իր հոգսերով, իր խնդիրներով, այնտեղ տարբեր սերունդներ են, խնդիրներ կան, օբյեկտիվ խնդիրներ, այսինքն դրանք պայմանավորված չեն։ Ես դա անդադ ուզում եմ շեշտել։ Մեզ մոտ հայտնված տատիկ պապիկները, իրենք լքված չեն, իրենք անտարբերության արդյունքում չեն մեզ մոտ հայտնվում։ Ավելին ասեմ, իրենք մեզ մոտ հայտնվում են սիրո արդյունքում, երբ որ զավակները հասկանում են, գիտակցում են, որ
մի քիչ ավելին է պետք իրանց ծնողներին, այսինքն այն ինչ որ պետք է տան, ընտանիքում հնարավոր չի հասցնել օբյեկտիվորեն։ Բերում են մեզ մոտ եւ մարդիկ շատ գոհ են։ Ես ձեզ ասեմ, նույնիսկ մենք մի հատ մոնիտորինգ արեցինք, 3 ամիս ես Facebook-ում գովազ չէի միացրել։ Մենք փորձ վերցրեցինք։ Մենք խնդիր չունեցանք հաճախորդների։ Դուք հավատացեք, որտեղ բոլորը քաղաքը փոքր է, Հայաստանը փոքր է, ես տատիկ ունեի ինձ մոտ բերել էին, աղջիկը Մոսկվայում ապրում, տատիկը ստեղ էր, բերեցին մեզ մոտ, մի շաբաթ հետո աղջիկը գալիս է, ասում է, գիտեք, զարմանալի բան ասեմ, ես ոգևորված խոսում եմ բարեկամուհուս հետ Կանադայից, որ մամային տարել են, ոնց որ թե լավ տեղ է, հեսա գնամ տեսնեմ այդ ինչ տեղ է, բան, ասում ասեց այնտեղ մի հատ տեղ կա, այդտեղ տարեք, այդտեղ շատ լավ է ու զուգադիպել է, որ մեր մասին է խոսքը գնացել։ Այսինքն աշխարհագրորեն էլ մենք արդեն ոնց որ շատ ենք տարածվել, ու դա մեր գոհ հաճախորդների ոնց որ արձագանքների արդյունքն է։ Եվ մերոնց տուն։ Փաստորեն դուք գնում եք ձերոնց տուն, ամեն օր աշխատանքի դուք գնում եք ձերոնց տուն։ Հա, մերոնց տուն։ Եվ հեռախոսահամար գուցե թողնենք այստեղից, բայց եւս մեկ անգամ նշենք, որ անվճարների ապահով այս պահի դրությամբ դուք ազատ տեղեր չունեք եւ ֆինանսական հնարավորություններ չունեք, լինելու դեպքում այդ հայտարարությունը դուք կտարածեք, բայց նրանք, ովքեր ես տատիկ պապիկներին ուզում են ապահովել շփումով, ջերմությամբ 24 ժամ այդ ուշադրության կենտրոնում կամ կեսօր, կարող են դիմել ձեզ եւ հեռախոսահամար 091 091 26 24 94 Այս հեռախոսահամարով զանգահարում են։ Հա, Viber, WhatsApp, Telegram ամեն ինչ։ Եվ դուք ասացիք, որ ունեցել եք դեպք, որ ծանր հիվանդ վիճակում են։ Նույնիսկ այդ դեպքում եք դուք պատրաստ ընտանիքներին աջակցելու, որտեվ այո, անկողնային խնամք միջև կյանքի մայրամուտ դեպքերում եք դուք պատրաստ եւ ունեք հնարավորությունները։ 24 ժամ խնամակալները, բուժքույրերը սպասարկում են եւ այդ առումով նույնպես հոգեբանորեն մենք բավական թեթևացնում ենք ընտանիքի անդամների վիճակը, որովհետև դրանք process-ներ են անդառնալի եւ հաճախ ուղեկցվում են ծանր հոգեբանական իրավիճակներում եւ հարազատի համար շատ բարդ է ուղեկցել այդ ընթացքը, որտեղ լինում են այնտեղ ցավեր են եւ այլը, եւ պատկերացրեք, որ փաստացի մենք ոչ մենակ բարձրակարգ խնամք ենք տալիս այդ տարեցին, որ անկողնային ռեժիմի արդեն, այլ նաեւ հոգեբանական աջակցությունը ընտանիքին։ Երկուսի համար էլ շահավետ է լինում մեր ծառայություններից օգտվելը։ Եվ Տիկին Ղուկասյան, վերջին հարց, պետության հետ ինչպես եք համագործակցում։ Ասեմ ձեզ, հիմա դիմել ենք պետական հավաստագրեր ստանալու, որպեսզի կարողանանք հաջորդ տարվա պետական ծրագրերին մասնակցել, որովհետև պետությունը ունենում են մրցույթներ, հայտարարում են այդպես անոթ հևանների, անտունների հետ կապված, պետությունը ունի նմանատիպ ծրագրեր, եւ մենք սպասեցինք այս մի 4 տարին անցնի դիրքավորվենք մասնավոր սեկտորում որպես բարձրակարգ ծառայություններ մատուցող, հիմա մեր հաջորդ փուլը զարգացման գնալու ենք այդ պետական ծրագրերի հետևից, որպիսի մենք մեր այդ ծառայությունների բարձր որակը բերենք նաև պետական սպասքի, պետական խնամքի կարիք ունեցողների ոլորտ, այդպես ասեմ։ Հավաստագրման process-ում ենք, որոշակի փաստաթղթային հետ առաջ, դե դա նորմալ է, փաստաթղթերը պատրաստենք, նախարարությունը մեզ գիտի, որտեղ ես շատ ակտիվ իրենց հետ աշխատում եմ, ցանկացած հարց, որ ունենում եմ, ես անմիջապես on-line գրում եմ, խնդիր եմ բարձրացնում, օրինակ արցախցիների հետ կապված խնդիր կար, ես նախարարին գրեցի, որ առաջարկ ունեմ, եկեք այսպիսի պրոյեկտ անենք, իրենք ասացին մեր ծրագրերում այս պահին դա չի տեղավորվում, բայց հետագայում դրան կարող ենք անդրադառնալ, շատ բաց ենք իրենց հետ աշխատում, փաստացի, որովհետև մենք հասկանում ենք, որ բոլոր խնդիրները եւ ընդհանրապես ոլորտի զարգացումը կախված է մասնավոր սեկտոր եւ պետություն համագործակցությունից, դու չես կարող պետությունից զատ ինքդ այդպես շատ մեծ բաների հասնել, էլի, պետք է համագործակցություն, մեր փորձը իրենց փորձը մեզ ինչու՞ չէ, եւ որպեսզի արդյունքում շահի տարեց է։ Մշակութային միջոցառումներ ունենում եք եւ կամավորներ ունենում եք, որ գան ձեզ կամավոր անվճար ինչ որտեղ թեկուզ այդ մի օրը տատիկ պապիկների հետ անցկացնեն։ Այդպես քիչ է պատահում, որ այդպես կամավոր գալիս են, բայց մանկապարտեզ կա մի հատ մասնավոր Your Mommy։ Ես շատ սիրում եմ իրենք գիտեք ինչ են անում, տեսեք, մատաղ սերնդի դաստիարակության համար շատ մի կարևոր բան, իրենք բոլոր տոներին, իրենց բալիկներին հավաքում են գալիս են մեր կենտրոն,
դա կլինի նոր տարի, դա կլինի, չգիտեմ, ինչ որ զատիկ եւ այլը, ինչ որ տարեհաց են բերում։ Մեր էջում կա, Facebook-ի էջում իրենց վիդեոները կա։ Գիտեք, մերոնց համար էլա դա շատ մեծ տոն։ Փուճուր բալիկներ են, այսպես մրջունիկները գալիս են, ինչ որ բաներ են նվիրում մեր պապիկներին, տոն են դարձնում իրենց հորը։ Եվ մեր պապիկներն էլ իրենց թորնիկների պես ոնց որ այդպես սիրում են այդ երեխաներին։ Ունենք աշտարակում մի դպրոց կար։ Այդ դպրոցի երեխաներն էին, մեզ գտել էին Facebook-ում, ասեցին բերքի տոնի հետ կապված ուզում են գաք տատիկ պապիկներին տեսնենք։ Վերցրել էին իրենց այգու այդ բարիկներից, արկղերով, եկել էին, երգեցին, պարեցին, ուրախացան, մեր պապիկների հետ տանգո պարեցին, չգիտեմ ինչա, կարճ ասած տոն սարքեցին։ Քիչ է պատահում, հիմնականում մենք վճարովի տարբերակներից ենք օգտվում, կլինի երգչուհիների հրավերը, կլինի ինչ որ միջոցառումների տանելը, բայց ունենում ենք այդպես Իսկ լինում է որ թատրոն են ուզում գնալ օրինակ ձեր թատրոն երբեք չեն ուզել, բայց քաղաքից դուրս շատ են ուզում։ Ես իրենց Սևան եմ տանում, ախր գիտեք, իրենք չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ իրանք այլևս 18 տարեկան չեն։ Եվ իրենց համար երկար քայլելը, ջուր եղանակային որոշակի անբարենպաստ պայմանները խնդրահարույց կարող են լինել։ Դրա համար այնքան կարճ է այդ սեզոնը, երբ որ ես իրանց կարող եմ քաղաքից դուրս տանել, հանկարծ չմրսեն, չհիվանդանան, եւ հետո մի շատ կարեւոր բան բոլոր մեր էքսկուրսիաներին մասնակցում են մեր բոլոր տարեցները անկախ հոգեկան առողջության խնդիրներից, այսինքն եթե նույնիսկ դեմենցիա ունի, որտեղ մենք առանձին կենտրոն ունենք, դեմենցիաներով խնամում ենք քայլակով քայլողները, այսինքն մեզ մոտ այդ խնամքն էլ է շատ ներառական, այդ շատ կարևոր բան է։ Մենք չենք այսպես բաժանում, որ տեսեք մտքով պայծառ մարդիկա, մենք մենակ իրանց հետ ենք աշխատում, այդ մշակութային միջոցառումները կամ չգիտեմ, այդ էքսկուրսիաները իրանց հետ ենք անում, բոլորի հետ։ Ու ես ձեզ ասեմ, դա շատ դրական բան է թողնում նաև խնամքի մեջ։ Մտքով պայծառ իմ տատիկ պապիկները սկսում են հոգ տանել մյուսների մասին։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Ղուկասյան Կարծում եմ մենք էլի կունենանք հնարավորություն ավելի մանրամասը խոսելու, օրինակ այստեղ արդեն հարց է առաջանում, արդյոք ընթերցանությամբ զբաղվում են եւ այլն, բայց մեր ժամանակը թույլ չի տալիս, հաջորդ անգամ գուցե եթե նախասիրությունների մասին կխոսենք, գուցե ունեք հնարավորություն տեղում մարդիկ աշխատում են, գումար են վաստակում, խոսքով այս մանր բաների մասին, հարցերի մասին հաջորդ անգամ ավելի մանրամասը կներկայացնենք։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար, որովհետեւ սոցիալական հարցերը սոցիալական խնդիրները իրենք ամենօրյա լուսաբանման խնդիր ունեն, որտեղ դրանք վերաբերում են հանրության լայն շերտերին եւ որքան որ գիտակցված լինի երիտասարդների որոշումը տարեցների խնամքի հետ կապված, որքան պրոֆեսիոնալ լինի, այնքան կշահեն երկուստեք եւ մենք ոնց որ գալիս ենք լուծելու այդ խնդիրը։ Ես ուզում եմ, որ այս մեսիջը հասնի բոլորին։ Եթե տարեցներ կան, որոնք խնդրահարույց են առողջական առումով, մի վարքյան մի վարանեք, դիմեք խնամքի կենտրոն, որտեղ պրոֆեսիոնալ կխնամեն եւ երկուստեք գոհ կլինեն իրավիճակից եւ երիտասարդները եւ տարեցները եւ իհարկե մենք, որ մեր գործը սիրով անում ենք։ Շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Շնորհակալություն։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետեւեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։